Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը կրկին դատարանի առաջ կկանգնի։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշում կայացրեց պաշտպանական կողմի բողոքը մասնակի բավարարել, ոչ թե արդարացնել Աջապահյանին, այլ գործն ուղարկել նոր քննության, այս անգամ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Վերաքննիչ դատարանը գտավ, որ Երևան քաղաքի առաջին հատյան ընդհանուր իրավասության քրեական դատարանը սույն դեպքում չի հանդիսացել որպես օրենքի վրա ստեղծված եւ պատշաճ դատարան։ Այդ իսկ պատճառով դատարան չփեկանվել է եւ առանց փոխանցվել է վերջկարծիկով ըստ պատշաճ ընդդիմության։ Աջապահյանը 2 տարի ազատազրկման էր դատապարտվել ընդամենը 10 նիստով ամփոփված դատաքննության ընթացքում։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ անցկացված քննությունը վերաքննիչ դատարանը փաստացի ոչ պատշաճ է գնահատում։ Դեռևս ամիսներ առաջ դահլիճն այսպես էր ընդունել Մելիքսեթյանի դատավճիռը, այսօր վերաքննիչում պատկերն այլ էր։ Շուրջ 3 ժամ առանձին սենյակում անցկացնելուց հետո վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց հոգևորականի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնել, սակայն բացակայելու արգելքը թողնել անփոփոխ։ Ավելի լավ էր պահել։ Ֆուտբոլ էին նայում գիշերը։ Հիմա չպետք է կարողանամ նայել։ Միքայել arczepiskopos Աջապահյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց ուղիղ 1 տարի առաջ։ 2025 թվականի հունիսի 26-ին նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց լրատվամիջոցներով իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչել անելու հոդվածի հատկանիշներով։ Նույն օրը նա ձերբակալվեց, հաջորդ օրը կալանավորվեց։ Դե ի սկզբանե ասել ենք շինծու էր, ի սկզբանե շինծու մնաց, շարունակում է մնալ շինծու։ Ձեր նշած կոչը Կոչ անում է կոչ արդեն որերորդ անգամ է անում է կառավարության ղեկավարը։ Բառացի ասում է գնացեք արեք հեղափոխություն։ Ես նման բան ասել եմ։ Ուրեմն ով պետք է դատվի, նա պետք է դատվի, ես պետք է դատվեմ։ Իրավապահ Մարմինը իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ է որակել Աջապահյանի հարցազրույցներում հնչեցրած մտքերից մի քանիսը։ Եթե ինձ լսող լիներ, հեղափոխությունը վաղուց պետք է լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես 3 ճանապարհ գիտեմ։ Դուք եթե 4-րդը գիտեք, ասեք։ Այսօր անդրություն, իբր թե կամ իբր թե անդրություն կամ անդրություն։ Երկրորդը հեղաշրջում, երրորդը ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա։ Ավելի ուշ նմանօրինակ արտահայտություն Աջապահյանն արել էր նաև այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ Ավելին դեռևս 2024 թվականի ապրիլին իրազեկ քաղաքացիների միավորումը ռազմական հեղաշրջման կոչի հատկանիշներով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն, սակայն պատասխան էր ստացել, որ այնտեղ հանցակազմ չկա։ Այնինչ 1 տարի անց Փաշինյան Մայրաթոր հակամարտության սրման փուլում պարզվել էր, որ հանցակազմ այնուամենայնիվ կա։ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կողմերի համար ըստ էության անակնկալ է եղել։ Գլխավոր դատախազությունն այն կբողոքարկի Վճռաբեկ դատարանում։ Ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ, այս որոշումը համարում ենք իրականում խիզախ որոշում։ Չնայած մենք բնականաբար արդարացման լրիվ հիմքերը տեսնում էինք, բայց էլի կարևոր էր, որ վերաքննիչ քրեական դատարանը արձանագրեց այդ ընդդատության կանոնի խախտումը։ Ում կմակագրվի գործը, այս անգամ քանի նիստով դատավճիռ կհրապարակվի, այս հարցերի պատասխանները պարզ կդառնան առաջիկայում։ Մինչ այդ Աջապահյանը շտապում է Շենգավիթի դատարան Բագրատ arczepiskopos Գալստանյանին դատական նիստի ժամանակ տեսակցելու։ Դրանից հետո մտադիր էր Մայրաթոռում հանդիպել Գարեգին II կաթողիկոսի հետ։